Քրեական գործում ներկայացված քաղաքայցով հայցվոր կողմը միջնորդել էր որպես պատասխանող ներգրավել քաղաքաշինական պետական տեսչությանը եւ անկյուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Նախորդ հատականիստին, սակայն քաղաքաշինական պետական տեսչությունը հայտարարեց, որ այս գործում իրեն պատասխանող չի տեսնում։ Ավելին համարում է, որ քաղաքաշինության պետական տեսչության ստորաբաժանման տեսուչների ենթադրյալ սխալների համար տեսչությունը չի կարող պատասխանատվություն կրել։ Այդ դեպքում հայցվորները միջնորդեցին որպես պետական միջոցներից բխող ֆինանսական աղբյուր գործում ներառել ֆինանսների նախարարությանը, սակայն այսօրվա նիստին պարզվեց, որ քաղաքաշինական տեսչության կանոնադրությունը թույլ տալիս է տվյալ դեպքում հանդես գալ որպես պատասխանող եւ ֆինանսների նախարարությանը եւս գործում ներգրավելու կարիքը չկա։ Ստանձնելով պատասխանողի դերը դատարանում, քաղաքաշինության պետական տեսչության ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք չեն ընդունում հայցադիմումով ներկայացված պահանջները եւ դատարանին առաջարկում են մերժել այն ամբողջությամբ։ Հայցը ամբողջությամբ քաղաքաշինական պետական տեսչության մասով չեն ընդունում եւ խնդրում են դատարանին ինքն ընդունել նախորդ նիստին ներբերված առարկությունները եւ հայցը քաղաքաշինական պետական տեսչության դեմ մերժել։ Չեք ընդունում հայցը պատճառաբանական քաղաքաշինության պետական տեսչության աշխատակիցները մեղքի բաժնություններ, այդ պատճառով չեք ընդունում։ Քաղաքաշինական տեսչության աշխատակիցների գործունեության չէր կարող վթարի պատճառ հանդիսանալ։ Եթե վթարի պատճառը չէր կարող հանդիսանալ տեսչության աշխատակիցների գործունեությունը, այդ դեպքում ինչպես հասկանալ նրանց դեմ քրեական գործ հարուցելու հանգամանքը եւ համաներմամբ ազատ արձակելու փաստը, տարակուսեց տուժողների շահերի պաշտպանը եւ նշեց, որ բնականաբար եթե տեսչությունը չի ընդունում հայցը, չի ընդունի նաեւ իր աշխատակիցների մեղքի բաժինը։ Նույն կերպ քաղաքայցի դեմ առարկեց նաեւ անկյուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը եւ դարձյալ հիշեցրեց, որ հայցում ներկայացված թվերն ուռճացված են, նախ ոսկեղենի, ապա նաեւ գերեզմանի կառուցման հետ կապված գումարների մասով։ Փաստաբան Շիրոյանը համոզված է նաեւ, որ հայցադիմումում չգիտես ինչու նշված չեն դեպքի օրը տուժածներին առաջին բուժօգնություն հասցնելու նպատակով տրված գումարները։ Բացի դրանից անջստական նաեւ Ամբայանի բուժման համար հատկացել է 200,000 դրամ, այս բոլորը հայցադիմումում նշված չեն։ Ինչ 200,000-ի մասին է խոսքը, ով է տվել, ում են տվել։ Գյուլբեգյան հիվանդանոցում իմ երեխայի բուժումը կատարվել է պետպատվերի շրջանակներում եւ փառք իրեն, որ ընդհանրապես գումարի մասին խոսք չի եղել։ Եվ որպես իր խոսքերի ապացույց տուժողի իրավահաջորդ Հրաչ Հարությունյանը հայտարարեց, որ անկյուն ՍՊԸ-ն տված ցանկացած գումարի դիմաց իրենից ստացական է վերցրել։ Հետևաբար 200,000 դրամի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բերեք այն մարդը, որը տվել է այդ 200,000 դրամը, բերեք այն ստացականը, ինչի ես 600,000-ի համար ստացական կտա, 200,000-ի համար չէի տա։ Ամեն դեպքում այս ամենը եւս հայցադիմումում ներառելուց հետո միայն անկյուն ՍՊԸ-ն կմտածի կընդունի հայցը թե ոչ, եւ եթե այո, ապա որ մասով։ Դատարանն այսքանով ավարտեց դատաքննության փուլն ու անցավ կողմերի վիճաբանությանը, սակայն այսօր բոլորը չէ, որ պատրաստ էին դրան, հետեւաբար դատարանից վիճաբանությանը պատրաստվելու համար ժամանակ խնդրեցին։ Մարինե Դերբինյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուզ։